Եթե մինչև 2026 թվականի մարտ Ադրբեջանը Գուրգեն Մարգարյանի գործով դիմումատուների խախտված իրավունքների վերականգնման ուղղված որևէ քայլ չանի, Եվրախորհրդի նախարարների կոմիտեն այդ երկրի նկատմամբ կձեռնարկի խիստ միջոցներ։ Եվրադատարանի 2020 թվականի դատավճռով Ադրբեջանը պետք է փոխհատուցեր դիմումատուներին, նաև նախագահի կայքից հեռացներ Ադրբեջանի քաղաքացիների ատելության խոսք պարունակող մոտ 300 նամակ։ Արձանագրվել է, որ Գուրգեն Մարգարյանի սպանության գործով Ադրբեջանը չի կատարել Եվրադատարանի 2020 թվականի վճռով սահմանված որևէ քայլ։ Նախարարների կոմիտեն վճռի կատարման անհատական միջոցառումների շրջանակում ընդունել է միջանկյալ բանաձև, որը վճռի չկատարման դեպքում հանդիսանում է բացառիկ միջոց։ Ռուսաստանցի գործարար Տաշիր խմբի ընկերությունների նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանությունը բողոք է ներկայացրել առաջին ատյանի դատարանի որոշման Կարապետյանի ձերբակալության դեմ։ Ըստ քննչական կոմիտեի Սամվել Կարապետյանը զանգվածային լրատվության միջոցներով հարցազրույց տալու ընթացքում հնչեցրել է իշխանությունը զավթելուն Հայաստանի սահմանադրությամբ չնախատեսված եղանակով Հայաստանի կառավարության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչ։ Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել Ֆրանսիայի դեմ Տաշիր խմբի սեփականատերը միջազգային արբիտրաժային վեճ է սկսել կապված Կապ Մարտենիում իր 120 միլիոն եվրո արժողությամբ առանձնատան սառեցման հետ։ Ֆրանսիան պնդում է, որ առանձնատան իրական շահառուն Գազպրոմ նեֆթն է։ Ֆրանսիական դատարանը 2024-ին սառեցրել էր գույքի սեփականության իրավունքը, պատճառաբանելով, որ այն դուրս չի եկել ռուսական ընկերության վերահսկողությունից։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վճիռը 5.5 տարվա ազատազրկումը։ Հարությունյանը մեղադրվում է Ցորի D20 դիվիզիոնի գործով անփույթ վերաբերմունքի համար։ Ըստ քրեական գործի 2020 թվականի հոկտեմբերի 12-ին հակառակորդի հարձակման ժամանակ նա հրետանավորներին ասել է, որ մոտեցողները յուրայիններ են։ Արդյունքում Ֆիզուլիի մոտ գտնվող Ջուվարլու գյուղում 20 զինծառայող է սպանվել հրետանու պետ Նորայր Հայրապետյանն էլ մինչև օրս անհետ կորած է համարվում։ Պաշտպանական կողմը չի ընդունում դատարանի վճիռը։ Սուրենավանի մանկապարտեզի մասնաշենքը վերադարձվել է համայնքին։ Սուրենավանի նախկին համայնքապետը 22 միլիոն դրամ արժողությամբ գյուղի միակ մանկապարտեզը ձևական աճուրդով օտարել է խնամուն 3 միլիոն դրամով։ Ավականին բավարարել է դատախազության միջնորդագիրը։ Սեփականատերը մասնաշենքը նվիրատվությամբ փոխանցել է Սուրենավան համայնքին։ Գյումրու երեխաների տանը հայտնաբերվել է մեկամյա տղայի մարմին։ Ոստիկաններին ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնել է, որ երեխային մահացած հայտնաբերել են աշխատակիցները։ Արտառոց դեպքի Երևանում 17-ամյա տղայից պահանջել են 80,000 դրամ փոխանցել, որպեսզի նոր հաշվեհամար բացեն եւ որպես զոհվածի ընտանիքի անդամ հետ վերադարձնեն $4,000։